քանի որ ուղիղ եթերում ենք, հեռուստադիտողների համար խնդրենք ներկայանաք, որ Միքայել Հաջյան, Արցախից բռնի տեղահանված քաղաքացի, կրթական մասնակցությամբ հայոց լեզվի գրականության ուսուցիչ, բայց լրագրող եմ մշտապես աշխատել, ավելի քան 50 տարի ձեր գործընկերն եմ։ ձեր գործիները Ես պատերազմում Արցախյան ազգամարտում ապրիլյան քարոզիայի ժամանակ կորցրել եմ իմ ավագ որդու Նորայր Հաջյանին, ապրիլի 4-ին է զոհվել երեկոյան Թալիշի դիրքերում, իսկ 20 թվականի հոկտեմբերի 6-ին կրտսեր որդիս Երվանդ Հաջյանն է զոհվել, երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ ես զրկվեցի, ցավը իհարկե խորն է, ինչ որտեղ անտանելի, բայց որպես տղամարդ ես փորձում եմ դիմանալ, որտեղ թոռներ ունեմ հանուն նրանց։ Հավատացեք, ես մարդկանց ներկայությամբ չեմ լացում, չեմ ողբում։ Ընդհակառակը ում հանդիպում եմ, անմիջապես ժպտում եմ, մարդիկ կարծում են, թե ես ժայռ եմ, չմտածելով, որ ես էլ իրենց նման միսու արյուն եմ։ Կսկիցը իմ մեջ եմ պահում, բայց իմ ժպիտով փորձում եմ մարդկանց ուրախություն պարգևել, ուրախություն նկարել նաև նրանց դեմքերին։ Տղաները կամավորականներ են եղել, աշխարհազորայիններ են եղել։ Ավագ որդիս 16 տարեկանից մենք դեռ Երևանում ենք այդ ժամանակ ապրում, 16 տարեկանից գնացել է լծվել ազատամարտին։ 13-ին դերևս մաս չկար, աղվամազ էր ավելի ճիշտ, եւ նա գնացել ու մինչեւ պատերազմի ավարտը մասնակցել է մարտերին, տարբեր ջոկատների կազմում, ապա եւ պատերազմից հետո մի քանի ամսով դարձյալ իրեն ջոկատին ուղարկել են Թալիշի դիրքերը, որպեսզի նորակոչիկներին սովորեցնել դիրքապահությունը ու նաև դիրքեր պահեն իրենք։ Իսկ ամեն լարվածության դեպքում նա համազգեստը միշտ էլ տանն էր պահում, պահարանում կախված եւ հենց լարվածություններ առաջանում անմիջապես գնում գրանցվում էր որպես աշխարհազորային ու առաջին գիծ մեկնում։ Որդիներից ոչ մեկն էլ ինձ նախապես չի զգուշացրել, թե գնում ենք կռվի։ Անկեղծորեն ասած, որպես հայր եմ ասում, հնարավոր է ես չեմ բացառում, որ ես նրանց փորձեի հետ համոզել։ Դա իմ ծնողական խնդիրն է, իրավունքն է, բայց ես գիտեի, որ նրանք չեն լսելու ինձ այդ առումով։ Այլ հարցերում լսում էին ինձ, բայց հայրենիքի պաշտպանության հարցում նրանք արդեն ոչ հայր, ոչ մայր, ոչ զավակ, ոչ կին չէին ճանաչում։ Հայրենիքը ամենաբարձրն է, ամենասուրբն է իրենց համար։ Եվ այդպես ոչ միայն իմ որդիները, այլև բոլոր նրանք, ովքեր գնացել կռվել ու վերադարձել են Վահանով կամ վերադարձել են Վահանի վրա։ Այդ բոլոր տղաներն էլ հերոսներն ու փառք նրանց իմ խոնարհումը, նրանց բոլորի հիշատակին։ Ես իմ որդիների զոհվելուց հետո ես Արցախում միշտ ասում էի, որ Արցախի ամենաբազմազավակ հայրն եմ ես, որովհետև այդ տղաները իմ զավակներն են։ Ես 75 տարեկան եմ, ես կռվիների չեմ մասնակցել, պարզապես ես իմ պատերազմը եղել է լրատվական դաշտում, քաղաքական վերլուծություններով, լինի Արցախյան մամուլում, լրատվամիջոցներում, լինի թե Հայաստանի կամ թե Սփյուռքի լրատվամիջոցներում, որտեղ յուրաքանչյուր մարդ պետք է իր տեղն ունենա։ Ես կյանքումս ատրճանակ բռնած չկամ, ոչ էլ ինքնաձիգ, ես կռվել չգիտեմ այդ ձևի։ Բայց ահա ես իմ պատերազմը մղել եմ լրատվադաշտում եւ ցավում եմ, երևի թե լավ չեմ կռվել։ Երևի թե լավ չեմ կռվել, որ ահա այս վիճակին ենք հասել։ Ապրիլյան պատերազմը քարոզյան հերոսամարտ էր։ Ապրիլյան պատերազմը ըստ իմ համոզման 20 թվականի սեպտեմբերյան 44-օրյայի նախադեպ սցենարն էր, որը չհաջողվեց, չիրականացավ, որովհետև մեր տղաները հզոր էին այն ժամանակ, առավել քան հզոր էին, տղաներ նկատում եմ եւ Արցախից, եւ Հայաստանից, եւ Սփյուռքից համախումբ էին ու կարողացան դիմագրավել բոլոր սադրանքներին։ Գիտեք, թշնամու
դեմ կռվելն է որքան էլ դժվար, բայց այնքան էլ բայց նաև դյուրին է ինչ որտեղ գիտես դիմացը, բայց երբ սա դրանք է իրականացնում թիկունքում ինչ-որ մեկը յուրայինը, այդ դեպքում արդեն զինվորը չի կարողանում կռվել։ Եվ մենք փաստորեն 23 թվականին տանուլ տվեցինք այդ սադրանքների պատճառով։ Բայց ես վստահ եմ, իմ երազանքն է, որ պետք է իրականանա, դա Արցախ վերադարձն է եւ առաջին հերթին ես պետք է խոնարհվեմ իմ զավակների եւ բոլոր այն նահատակների շիրիմներին, ովքեր մնացել են այնտեղ։ Ինձ համար գույք կամ թե ինչ թողել եմ ես այնտեղ, դա ինձ համար էական չէ։ Մեր ընտանիքը արդեն քանի անգամ կանաչ խոտի վրա կրակ է վառում։ Բաքվից ենք մենք տեղափոխվել այստեղ, կրակ ենք վառել, կարծես թե կրակը բռնել է, տեղափոխվել ենք Արցախ, կրակ ենք վառել նորից կանաչ խոտի վրա, հիմա դարձյալ Երևանում ենք, դարձյալ կանաչ կրակ ենք վառում, բայց էական չէ, ցավալին այն է, որ մեր կորուստները մենք չենք կարող վերականգնել, վերադարձնել, ու մեր սուրբ հողը այս պահի դրությամբ գտնում է թշնամու ձեռքին, նրա վերահսկողության տակ, բայց դա ժամանակավոր երևույթ է։ Մենք անպայման հայ ժողովուրդը համախմբվելու է ու վերադարձնի իր կորուսյալ հողատարածքները, իր հայրենին։ Պարոն Հաջյան, տղաները մասնագիտությամբ զինվորական չեն եղել, չէ՞։ Ոչ։ Ավակ որդիս տնտեսագետ էր մասնագիտությամբ, կրթությամբ, աշխատում էր գյուղատնտեսության նախարարությունում, կրտսեր որդիս միջազգայնագետ էր, աշխատում էր արտաքին գործոց նախարարությամբ Սփյուռքի բաժնի պետներ ինքը, եւ ըստ ինձ հասած լուրերն նույնպես ինձ չի ասել, թե մեկնում է ռազմաճակատ, վերջին պահին կարգավորել է բոլոր հարցերը Սփյուռքի կառույցների հետ, ում հետ աշխատում էր մշտապես, թե ովքեր ինչ պետք է անեն այս օրերին, ասելով, որ հիմա իմ աշխատանքը կատարելու է այսինչ աշխատակիցը, իսկ ես մեկնում եմ պատերազմ ու գնացել, ընդամենը 1 թե 2 անգամ ենք մենք հեռախոսով խոսել, այդ էր, իսկ հոկտեմբերի 6-ին ես 7-ին իմացա առավոտյան, հոկտեմբերի 6-ին նա արդեն Հադրութից արևելք Արկիբեկորից էր զոհվեց։ Ցավոք, կրկնում եմ, մեր կորուստները մենք չենք կարողանալու վերադարձնել, բայց հայրենիք անպայման վերադարձնելու ենք։ Հայրենիքը մեզ է սպասում եւ հայրենական կանչը մեր ականջներում անընդհատ ղողանջում է։